Նա դեռ կենդանի է, բայց նրան արդեն բաժանում են։ Այս տունը չի սպասում վերականգնման, այլ ժառանգության։ Շիրվանզադե, քաոս, 1 րոպեում։ Վեպը սկսվում է Մարկոս աղա Ալիմյանի մահվան տեսարանով։ Նրա թողած կտակով հարստությունը մնում է ավագ որդուն Սմբատին, իսկ միջնեկ որդին Միքայելը կարող է բաժին ստանալ, եթե դարձի գա եւ ամուսնանա հայ աղջկա հետ։ Կտակի երկրորդ կարևոր հատվածն այն էր, որ Սմբատի երեխաները իրավունք ունեն հարստությունը ժառանգել միայն այն դեպքում, երբ Սմբատը բաժանվի ռուս կնոջից։ Սմբատն իր ուսանողական տարիներին հրապուրվել էր ազատամիտ գաղափարներով եւ հոր հարստությունը համարում էր անարդար վաստակ։ Միքայելը բուրժուական ոսկի երիտասարդության ներկայացուցիչ է, ցանկասեր եւ փչացած մի անձնավորություն։ Սակայն հեղինակը վերափոխելով նրա կերպարը, դարձնում է նրան կարգին մարդ։ Ալիմյանի կրտսեր որդին, 16-ամյա Արշակը, նույնպես դարձել է կյանքը սիրողներից։ Կա նաև Ալիմյանների փեսան, Մարութ Խանյանը։ Նա համոզում է Միքայելին ստեղծել կոնտրկտակ, որի միջոցով կարող էր հոր ժառանգությունը վերցնել իրեն։ Սկզբում Միքայելը համաձայնվում է, բայց հետո զղջում է եւ հետ կանգնում։ Վեպն ավարտվում է Միքայելի եւ Շուշանիկի միությամբ եւ Սմբատի լիարժեք կործանմամբ։